ասում է քանի դեռ այս աշխարհում եմ աշխարհի լույսը կգա գիշերը երբ այլևս ոչ ոք չի կարող գործել իսկ ո՞րն է այդ գիշերը եւ ինչպես չենք կարող գործել երբ գիշեր կա գիշերը մարդիկ քնում են այդպես էլ մարդու գիշերը իր մահն է երբ կգա մահը մենք այլևս ոչինչ չենք կարող անել ինչ որ կարող ենք անել այսօր պետք է անենք աղոթ կանենք ավետարան կարդանք մեր մեղքերի համար զղջանք, խոստովանենք, ապաշխարենք, բարին գործենք։ Մահը կգա, այլևս որևէ մեկ իր համար չի կարող ոչինչ անել։ Բայց Աստված դեռևս մահվանից հետո էլ հավատացյալ քրիստոնյաներին մի դուռ է բացել, ողորմության մի դուռ է բացել։ Դուք այսօր հոգեհանգստին թղթեր տվեցիք։ Այդ ինչ է այդ հոգեհանգիստը։ Հատուկ պատարագի մեջ տեղ կա, որտեղ քահանան հիշատակում է բոլոր այն մարդկանց, այն մի օր վերցնեք կնայեք խորհրդատետը, գրված է այսինչ անուն հոգեհանգիստը, պատարագի ժամանակ, պատարագով մենք հիշում ենք մեր ննջեցյալներին, Աստված այս երկրորդ ողորմության դուռն է մեր առջև բացել, մեկ ինչ որ մենք անում ենք մեր կյանքում, մեկ էլ մեր մահվանից հետո մեզ համար, ովքեր կարող են անել, զավակները, բարեկամները, հարազատները, եթե հավատացյալ են, եթե քրիստոնյա են, եթե միշտ գնում են պատարագի, միշտ աղոթք են անում իրենց ննջեցյալների համար, բայց կգա գիշերը, երբ ոչ ոք այլևս չի կարող գործել, ո՞րն է այդ գիշերը, գիշերը ոչ թե մարդու վախճանն է, այլ աշխարհի վախճանն է, երբ բոլոր մեռելները հարություն առնեն, երբ ժամանակը դադարի, այդ ժամանակ այլևս հնարավոր չի լինի որևէ մեկի համար աղոթել։ Դատաստանը երբ եղավ, վճիռը կայացվեց, արդարները գնացին երկնքի արքայություն, իսկ մեղավորները գնացին հավիտենական տանջանքների, որևէ մեկ այլևս չի կարող ազատվել դժոխքից։ Ուրեմն, ինչպես մեր Տերն է ասում, քանի աշխարհում եմ, աշխարհի լույսն եմ, մենք Քրիստոսի լույսով պետք է ապրենք, Տիրոջ ողորմությունը պետք է շահենք, ողորմած լինենք և Աստված մեր հանդեպ ողորմած կլինի։ Ամեն։